Մոտավոր 1.5 ամիս առաջ Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղի շրջանակներում Բելարուսի ընտրանուն հյուրընկալեց։ Այո, ցավոք, պարտվեցինք նորից։ Սակայն այս պարտության փաստը արձանագրելուց բացի եղան նաև մի շարք հատկանշական իրադարձություններ, որոնց մասին կխոսենք հենց այսօր։ Ազգային հավաքականում մեծ սերնդափոխության մեկնարկ է դրված։ 5 գվարդիայի տղերքը մեծամասամբ հեռանում են։ Հիմնական կազմի համար պայքարն էլ թեժանում է, ինչպես երբեք։ Այսքանը խոստումնալից նախաբան որպես։ Շարունակությունը արդեն քիչ անց։ Նախ սկսենք Բելարուսի դեմ ընկերական հանդիպումից։ Արդեն խաղից առաջ էլ պարզ էր, որ հավաքականը մոտենում է այս հանդիպմանը կադրային բազմաթիվ խնդիրներով։ Մեկնարկային կազմի 60-ից 70%-ը բացակայում էր։ Եթե օրինակ անենք համեմատություններ 1 տարվա կտրվածքով, ապա կստանանք մեր առջև ահա այսպիսի պատկեր։ Ես ասեմ, դուք հաշվեք, թե Բելարուսի դեմ խաղին ընդառաջ մեկնարկային կազմի քանի ֆուտբոլիստ չկար։ Հիշեցնեմ, նայում ենք 1-1.5 տարվա ռակուրսով։ Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիզիր, Իվու Արտակդաշյան, Էդուարդ Սպերցյան, Տիգրան Բարսեղյան, Էդգար Սևիկյան եւ Լուկաս։ Այս տղաների շատերին այլևս հավաքականում չենք տեսնելու։ Այս ամենի հետ հանդերձ մեդալի մյուս կողմը հուշում էր մեզ, որ շատ լավ հնարավորություն էր ընձեռված, որպեսզի նորեկներին տեսնեին գործի մեջ եւ նաեւ այն տղաներին, ովքեր մինչ այդ քիչ խաղաժամանակ էին ստանում։ Առաջ ընկնելով ասեմ, որ գրեթե բոլորն էլ լավ տպավորություն թողեցին։ Նույն Խուլիո Բուենոն թեկուս հավաքականի խաղին այնպես ինտեգրվեց, կարծես իր ամբողջ կյանքում հենց այս մարզաշապիկն էր կրել։ Թիկունքում լիդերի էստաֆետան միանգամից իր ձեռքը վերցրեց ու ամենաօգտավետ օղակներից դարձավ։ Երբ մրցակիցը գրովում էր, ինչ որ ներքին ենթագիտակցական հանգստություն կար, որ ոչինչ Բուենոն այնտեղ է, ոնց էլ լինի մի բան կանի։ Արջևի գծում գերակտիվ էր հատկապես մյուս նորեկը Նարեկ Հովանեսյանը։ Իմիջայլոց շատ հանդուգն ֆուտբոլ խաղաց։ Այո, խոտանը շատ էր։ Այո, հաճախ տարվում էր անհատական խաղով։ Ու մանավանդ իր լոտերալ Նաիր Տիկնիզյանի հետ խաղային համագործակցությունը որպես այդպիսին բացակայում էր, որտեղ պետք չէր փոխանցում էր, որտեղ պետք էր փոխանցել հարվածում էր։ Ամեն դեպքում չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։ Ավելի լավ է սխալվես, քան վախենաս գնդակից կամ արագ ազատվես դրանից։ Մյուս Հովանեսյանը Կարլենը նույնպես հաճելիորեն ուրախացրեց։ Շատ հասուն ֆուտբոլ խաղաց։ Մեջտեղում բալանսը լավ պահեց, անհրաժեշտ դինամիկա հաղորդեց եւ իրեն հատկացված ժամանակից առավելագույնը կամեց։ Մինչև հմուտ լողորդ դառնալը պետք է նախ սովորես, որ քեզ ջրի վրա վստահ պահես։ Մեր նորեկների մոտ հիմա հենց այդ փուլն է։ Տղաներին խիստ չդատենք։ Մարդկանց համար առաջին խաղն էր ու կարծում եմ ավելի լավ պատկեր ակնկալելը քան կար, շատ նաիվ զբաղմուն կլիներ մեր կողմից։ Պին Գերագուսյանը այն մեկ դրվագը չհաշված, երբ նա նպաստավոր դիրքից վրիպեց, հիմնականում կտրված էր խաղից։ Սակայն Ֆինի մոտ էլ այն տպավորեց, որ բացարձակ հեռու լինելով հայկական միջավայրից, բարքերից ու այսպես կոչված մենթալիտետից, չպարփակվեց իր մեջ, կոլեկտիվից իրեն հեռու չպահեց եւ մեծ ձգտում դրսևորեց։ Շատ պատրաստական տեսք ուներ։ Իսկ այնինչ կատարվում է հարցակման գծում նրա գոլեգա Հրանտ Լեոն Ռանոսի հետ, լրջորեն մտահոգվելու տեղիք է տալիս։ Այո, Ռանոսը նորեկ չէ մեզ համար։ Այո, Իռլանդիային գոլ խփեց։ Այո, հենց նրա օգնությամբ Սպերցյանը 2 տարբեր խաղերում 2 անգամ գնդակը մրցակիցների դարպասը ուղարկեց։ Բայց այն ռեալ անկումը, որը կա նրա խաղում, արդեն մոտ 1-1.5 տարի ոչ միայն ապաքինման նշաններ ցույց չի տալիս, այլ նաև ի տխրություն մեզ գնալով ավելի է վատանում։ Նայում ես ու հասկանում ես, որ իր ուժերին չի հավատում։ Կամ մենք անհիմն սպասելիքներ ունենք նրանից, կամ ինքը ինչ-որ մի բան սխալ արեց, կամ էլ այս երկուսը միասին։ Իսկ հանդիպման man of the match-ը իհարկե Վահան Բիչախչյանն էր։ Սա պարզապես լրիվ այլ մակարդակ էր։ Գեթ 1 վայրկյան չանջատվեց խաղից։ Չգիտեմ նկատեցիք թե ոչ, ինչպես էր նա պաշտպաններին օգնության գալիս, ինչ մեծ ծավալի սև աշխատանք կատարեց։ Ու սրա հետ մեկտեղ առաջնագծի շարժիչ ուժը դարձավ։ Շատ սրտով խաղաց, շատ որակյալ գործեց ու մեծ ծափահարությունների արժանացավ։ Այդ օրը թիմին հենց Վահանը առաջնորդեց։ Լիդերի կարիք կար, ու Բիչախչյանը չվախեցավ այդ պատասխանատվությունը իր ուսերին վերցնել։ Ինքը մեղավոր չէր, որ Բելարուսի դարպասապահը բռնել էր կուրаж, եւ ահա այսպիսի սեյվեր էր անում։ Այդուամենայնիվ վաղ թե ուշ մեր ֆուտբոլիստը նրան տխրեցնել կարողացավ։ Համ 11 մետրանոցը վստահորեն իրացրեց, համ էլ դյուրագրգիռ Բելարուս կիպերին վճռականորեն իր տեղը ցույց տվեց։ Խոսելով բուն խաղից, առաջին հերթին ուշադրություն դարձնենք, թե ինչպիսի մարտավարական սխեմա Եղիշե Մելիքյանը այս հանդիպման համար պատրաստեց։ Ավանդական ֆորմացիան 3 կենտրոնական պաշտպանների առկայությամբ այս անգամ 2-ով փոխվեց։ Ու զարմանալին այն էր, որ հենակետային կիսապաշտպանի դերը Գեորգի Հարությունյանին տրվեց, սակայն նա ավելի շատ ոչ թե մաքուր հենակետային էր, այլ կարծես օղակ էր, որը գործում էր 2 ցենտրբեքերի առջևից։ Սա ինչ-որ նորամուծություն էր։ Գեորգիի դիրքը կոչենք այսպես՝ կենտրոնական պաշտպաններին ապահովագրող։
Հանդիպման մանավանդ առաջին 20 րոպեներին հավաքականի մոտ ինչ-որ մանրաշ կար։ Բելարուսը շատ քիփ էր խաղում, մեզ զրկելով տարածվելու եւ գրոհներ կառուցելու բոլոր ուղիներից։ Եվ խաղի հենց այս հատվածում էր, երբ Բելարուսը գնդակը մեր դարպասը ուղարկեց։ Ստանդարտի ժամանակ մրցակցին դիմակայելիս պոզիցիոն դիսբալանս եղավ, ինչն էլ հյուրերին օգնեց հաշվի մեջ առաջ անցնելու համար։ 3-ով 1-ին պահել չկարողացանք։ Սխալ դասավորվելու պատճառով հավաքականը դարպասը գնդակ ընդունեց։ Բաց թողնված գոլից հետո աստիճանաբար մերոնց հաջողվեց աղային գործողությունները տեղափոխել մրցակցի կիսադաշտ ու մերթընդմերթ ստեղծել գոլային պահեր։ Եղիշե Մելիքյանը տղաներին աջակցել էր փորձում։ Բնավորության համաձայն ամբողջովին խաղի մեջ էր։ Գոնչարենկոն ի տարբերություն մեր մարզչի, իրեն հատուկ սառնասրտությամբ խաղիներ հետևում անում գրառումներ, որպիսի վերահսկման թելը իր ձեռքերում պահի։ Եթե կարծում եք, որ սա Բելարուսի համար ուղղակի այսպես շարքային հանդիպում էր, միանգամից ասեմ, որ դա բացարձակ այդպես չէր։ Բելարուսը ուներ հաղթելու ծարավ, եւ նոր մարզչի օրոք իրեն լավագույնս պետք է դրսևորեր։ Սա էր պատճառը, որ խաղը նման լարված պայքարում անցավ։ Նյարդ կար խաղի մեջ։ Կարծես հեչ ընկերական հանդիպում չլիներ։ Ընդմիջմանը Գոնչարենկոն սաներին հրահանգեց, որպիսի գործեն ավելի հետիչած, ավելի ռացիոնալ ու կշռադատված ու կարևորեն արդյունքին հասնելու ասպեկտը։ Ու երբ երկրորդ կեսում, որը իր սցենարով առաջինին շատ նման էր, Բելարուսը նաև երկրորդ գոլը խփեց, Գոնչարենկոյի համար այդքան կարևորված արդյունքին հասնելը ավելի իրատեսական դարձավ։ Մերոնք ստեղծում էին գոլային պահեր, կարելի է ասել մեկը մյուսի ետևից, բայց ռեալիզացիան դավաճանում էր մեզ։ Արդյունքում խաղը փրկել չստացվեց։ Հաշվի տարբերությունը կրճատեցինք, սակայն ավելին անել չհաջողվեց։ Եթե այս ընկերական խաղին մարտական կազմով լինեինք ներկայացված, վստահ եմ, որ հաղթելու էինք, քանի որ Բելարուսը որևէ էքստրաորդինար բան չարեց։ Խաղից հետո Եղիշե Մելիքյանը մատնանշեց, որ հավաքականը ճիշտ ուղու վրա է կանգնած։ Եվ իրոք, որ տեսեք, եթե մենք այսպես թե այնպես չենք կարողանում հասնել արդյունքի, ապա ավելի լավ չի այդ ճանապարհը անցնել երիտասարդների հետ։ Հենց այս մակարդակում հղկել նրանց։ Թող փորձ հավաքեն։ Միևնույնն է, չունենք արդյունք։ Հավաքականում սկսվել է լուրջ սերնդափոխություն։ Մեզ էլ մնում է սպասել եւ օգնել Մելիքյանին այս դժվար process-ում, որpիսի դա հնարավորինս անցնցում ունի։ Դե ճարներս ինչ, ընկելենք, պետք է քաշենք։ Այստեղ չկան այլ տարբերակներ։ Այնինչ կատարվում է հիմա, այսինքն սերնդափոխության գործընթացը, որպես այդպիսին ուզես թե չուզես, ամբողջապես անխուսափելի էր։ Ու ամենակարևորը այստեղ մեր սպասելիքներն են բոլորիս։ Ուղիղ ասեմ, ունենալ սպասելիք այս հավաքականից, դա նույնն է, որ օրինակ 7-րդ դասարանի երեխային ասես, հենց հիմա գնա ու մեծ աշխատավարձով գործի տեղավորվիր։ Տղաջան, տան բոլոր անդամները քո հույսով են։ Հիմա հարց. պետք է նոր պարտություններին պատրաստ լինենք։ Այո, պետք է լինենք, որովհետև միայն հատուկեն դեպքերում է, որ 7-րդ դասարանի երեխան կարող է տուն պահել մենակով։ Թողնենք թող այդ երեխայի մեծանալը իր բնականon հունով ընթանա։ Ինձ թվում է այս երեխայից հաստատ մի բան դուրս կգա։ Այսօրվա համար երևի թե այսքանը։ Չմոռանաք մեզ դիտել նաև նորալիքով։ Հղումը տեղադրված է ստորև։ Ուշադրության համար շնորհակալ եմ։ Գնահատում ենք յուրաքանչյուրին ձեզանից։ Կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթից։